Իրանում ոչ միայն Իրանում, որևիցե երկրում հեղափոխության իրականացման համար անհրաժեշտ եւ բավարար պայմաններ պետք է լինեն եւ անկասկած մենք տեսնում ենք, որ հիմքեր կան խորը դժգոհության տնտեսական, էկոլոգիական եւ այդ ամբողջ հանգեցնում են անկայունության, ներքին անկայունության առանց արտաքին միջամտության։ Սա անհրաժեշտ պայմաններից մեկն է, որից է երկրում հեղափոխական իրավիճակ, բայց դա անհրաժեշտ բավարար պայման չի, որովհետև իշխանությունը, ինչպես գիտենք, մյուս օրենքը հեղափոխության այն է, որ վերևները չպետք է կարողանան, ոչ միայն ներքևները չեն ուզում, այլ վերևները պետք է չկարողանան կառավարել։ Հիմա մենք տեսնում ենք, որ վերևում իրանյան վերնախավի չի առաջացել դեռևս այդպիսի հեղափոխական վիճակ, որ ասենք կիսված լիներ ամբողջությամբ վերնախավը եւ դա հնարավորություն չտար կառավարել, հատկապես ուժայինները նկատի ունեմ։ Եվ այստեղ ուրեմն արտաքին միջամտության խնդիրը ուրեմն դառնում է միակ բավարար պայմանը, որպեսզի այդ հեղափոխական իրավիճակը հասունանա մինչև վերջ։ Բայց ըստ ամենայնի մենք տեսնում ենք, որ առաջին հերթին Միացյալ Նահանգները ամեն ինչ անում է, որպեսզի փոփոխությունը ռեժիմի կամ վերնախավում տեղի ունեցող փոփոխությունները չհանգեցնեն երկրում քաոսի ստեղծմանը։ Սա ակնհայտ երևում է, որ Տրամպի ադմինիստրացիան չի ցանկանում, որպեսզի Իրանը վերածվի քաոսի եւ այնտեղ հնարավոր են ամեն տեսակ զարգացումներ իսլամական տարբեր ուժերի, անջատողական տարբեր ուժերի եւ դա բացարձակապես չի մտնում Միացյալ Նահանգների ծրագրերի մեջ։ Ուստի իրենք փորձում են դա անել վիրահատական ձևով, շատ այսպես կետային միջամտությունների ձևով, եթե չհաջողվի որոշակի համաձայնության գալ փոփոխությունների վերնախավի մեջ, հենց առանց մեծ ցնցումների։ Հիմա այն իրավիճակը, որ ռեալ է, ես չեմ կարծում, որ շահի վերադարձը այս պարագայում որպես երկրի նոր ղեկավար հնարավոր է, որտեղ չկա դրա ուրեմն բավարար պայմանները։ Ուստի փոփոխությունները հավանաբար, որոնք անկասկած լինելու են Իրանում, տեղի են ունենալու ուժայինների տարբեր ուժայիններ կան, գիտեք, Իրանի կառուցվածքը քաղաքական վերնախավի, այնպես է, որ կա բանակ եւ կա հեղափոխության պահապաններ, կան հակասություններ այդ ամեն ինչի մեջ։ Ամենայն դեպս Իրանի ամբողջականությունը պահելու համար հատկապես եթե երկրի գլխավոր առաջնորդի փոփոխությունը պիտի լինի, դրանից հետո ուժայինների ձեռքում պիտի հայտնվի իշխանությունը, որպեսզի երկրի ամբողջականությունը պահպանի։ Ուրեմն այստեղ սցենարներ են հնարավոր, կամ դա պիտի լինեն հեղափոխության պահապանները կամ բանակը, եւ այդտեղ անորոշություն կա իհարկե։ Բայց որ փոփոխություններ սպասվում են շատ ակնհայտորեն այդպես է, որովհետև երկիրը այսպես չի կարող շարունակվել, սննկացած տնտեսական սննկացման վիճակում է գտնվում, եւ դա ուրեմն նկատի ունենալով նաեւ Միացյալ Նահանգների քայլերը պիտի գնա դեպի Միացյալ Նահանգների հետ եւ Արևմուտքի հետ առհասարակ հարաբերությունների բարելավման ճանապարհով։ Ես կարծում եմ դա լավագույն ուրեմն սցենարը կլիներ Հայաստանի համար, որով հնարավոր կլիներ Հնդկաստանով, Պարսից ծոցով դեպի Սևծով ճանապարհի բացումը։ Հիմա դա ինչքան արագ տեղի կունենա, դժվար է ասել, սա բայց ամենահավանական տարբերակն է, որտեղ բանակցությունները հենց հիմա էլ Միացյալ Նահանգների եւ Իրանի իշխանությունների միջև գնում են եւ ես կարծում եմ հենց այդ ուղղությամբ էլ գնում են։
Եթե բաց մյուս սցենարը գնա, որ ավելի երկիրը փակվի, ես չեմ կարծում ինքը հիմքեր ունի գոյատևելու Իրանը, եւ դա կլիներ վատագույնը թե Իրանի ժողովրդի, թե Հայաստանի համար։